Ողջույն հարգելի հայրենակիցներ, ողջույն գյումրեցիներ, այս պահին մենք Գյումրիում ենք գտնվում եւ ուղիղ շփման մեջ ենք մտելու գյումրեցիների հետ։ Ներկայացնել ենք մեր ծրագիրը, ահա այսպիսի բուկլետ, շատ հետաքրքիր տեսքով եւ զարգացման ծրագրով մեր երիտասարդական թևի հետ ենք եկել։ Ասեմ, որ Գյումրիում հրաշալի եղանակ է, արևը, տաքությունը, ջերմությունը նպաստում է, որպեսզի մենք ավելի հեշտ շփվենք գյումրեցիների հետ։ Նրանք ովքեր չեն հասցրել հետևել, ասեմ, որ երեք բավական բարձր էներգետիկայով հանդիպում կազմակերպեցինք մեր թիմի ակտիվի հետ, մոտ 1000 մարդեր ներկա միջոցառմանը եւ մենք ներկայացրեցինք մեր ծրագրերը։ Քաղաքական առումով արդեն հայտարարել ենք, որ մեր նվազագույն խնդիրը ՀՊ-ին, քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելն է, իսկ առավելագույնը քաղաքի կառավարման ղեկը ստանձնել է Կարեն Սիմոնյանը, ահա այս պահին միացել է։ Պարոն Սիմոնյան, ողջունեք մեր հետևորդներին։ Ողջունում եմ բոլորիս, հարգելի գյումրեցիներ, հորդորում եմ ձեզ ակտիվ լինեք, եթե կողմնակից եք փոփոխությունների, ուրեմն ձեր ձեռքը վերցրեք նախաձեռնությունը եւ փորձեք առաջ մղել Գյումրու զարգացման ծրագրերը, որոնք ներկայացնում է Մայր Հայաստան Դաշինքը։ Հակառակորդ ճամբարից եկել միացել են, մենք այսպիսի քարոզչական պաստառներ ենք ներկայացրել, երևի Գյումրիի կենտրոնը փոքր է եւ քիչ առաջ քաղաքացիական պայմանագրից անցան եւ հավանաբար իրենք էլ իրենց քարոզն են ուզում անեն եւ փորձեն, այսպես ասած, համադրվել մեր երկրի հետ, այս երկրի դեպ շատ մեծ ժողովրդականություն է ստացել Գյումրիում եւ շատերի համար հիթային է դարձել։ Հիմա մենք շարժվենք դեպի քաղաքացիները եւ բուկլետներ ենք ներկայացնելու։ Բարև ձեզ։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին։ Ձեր ձայնից շատ բան է կախված լինելու։ Շատ շնորհակալություն։ Բարև ձեզ։ Անպայման մասնակցեք ընտրություններին, շատ կարևոր է, արդեն հասցրել եք բուկլետները տեսել, շատ կարևոր է ձեր մասնակցությունը։ Բարև ձեզ։ Կարևոր է, որ դուք մասնակցեք ընտրություններին, խնդրեմ ծանոթացեք մեր ծրագրերին, անպայման կարդացեք, խնդրեմ ձեզ բուկլետ, ընտրություններին կմասնակցեք։ Մարտի 30-ին շատ կարևոր իրադարձություն է լինելու։ Այլենք, հա, այսպես շարժվենք։ Շատ կարևոր է ոչ միայն քաղաքային առումով, այլ նաև քաղաքական եւ նույնիսկ կարելի ասել աշխարհաքաղաքական նշանակություն է ունենալու։ Ժողովուրդ, ինձ մի քիչ բուկլետ տվեք, հա, իմը վերջացել է արդեն։ Ահա, շնորհակալություն։ Մեր երիտասարդները մեզ հետ միասին շատ ակտիվ ներգրավված են քաղաքացիների հետ շփումներում, հարգելի հայրենակիցներ, գիտեք Գյումրիում այսօր կարելի ասել առանց չափազանցության բարև ձեզ, անպայման մասնակցեք ընտրություններին։ Նայեք, կշռադատեք նոր։ Աշխարհաքաղաքական եւ նույնիսկ ասել անվտանգային բարև ձեզ ժողովուրդ ջան։ Անվտանգային նշանակություն է ունենալու եւ բոլորը հետևում են Գյումրիին այս պահին, որովհետեւ եւ իր աշխարհագրական դիրքով բարև ձեզ եւ իր ռազմավարական նշանակությամբ Գյումրին շատ կարեւոր է, որ ընտրությունը ճիշտ ընտրությունը կատարի։ Այս սրանց ձենը որ չլսվեր շատ ավելի լավ կլիներ։ Ուրեմն այն ինչ տեղի ունենում հիմա Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի միջև եւ Թուրքիայի ներգրավվածության մասով շատ կարեւոր է
որ ամբողջ աշխարհը տեսնի, որ մեր օրգանիզմը դեռ դիմադրում է եւ ունի այդ ներուժը մերժելու այն դավաճանական քայլը, որը արվում է օրվա իշխանության կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն առաջնորդվում է թուրքական օրակարգով եւ այդ գործընթացը շատ կարևոր է, որովհետեւ տեսեք Նիկոլ Փաշինյանն ուզում է իր աթոռ ուզում է պաշտպանել Թուրքիայի միջոցով։ Դե չանձն է կդրեկներ։ Աման մեկ կուսակցության տեխնատուին մեր Տարիկ Մինասյանին կունենան բարեկարգ բակեր։ Մենք հիմա քաղաքացիական պայմանագրի հետ ենք։ Հարցը վերջնականապես լուծվելու է։ Կունենան կամրջար մակապարտեսներ։ Երկու խմբավորումներ ստիկեները, բայց ես ասեմ, մեր տեխնացուն բարեցես առաջարկել էր բանավեճ, ինչից ինչպես ինձ հասած տեղեկություններն են հուշում, խուսափում է ՔԿՊ-ի ներկայացուցիչը եւ բանավեճը տեղի չի ունենում, ինքը հրաժարվում է Այսպայն ՔՊ-ի գրասենյակի մոտ ենք եւ Տեսար որ դեռ պետք Արցես ամենացիծաղելու Կարեն, դե իրանց տեխնացուն, որ խուսափել է բանավեճից, ուր էր այստեղ էր կարելի է հենց ուղիղ տեղում բանավեճը կազմակերպել, ասել ինչ ես խուսափում, ասենք եթե բանավեճելու բան ունես, առարկայական, բովանդակային բան ունես ասելու, ես իմացա, որ լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ հրաժարվում է բանավեճից, դա նշանակում է բովանդակային ասելիք չկա, բայց մենք դեռ ուժի մեջ ենք պահում, այդպես չի մեր հրավերը, այո, Ցանկացած ժամ, ցանկացած օր, ցանկացած վայր ես պատրաստ եմ։ այդպես է հարգելի քաղաքացիներ, ուրեմն շարունակենք այդ ճիշտ ասած ինչ-որ ձայներ էին արձակվում, դրա համար կիսատ մնաց խոսքը, ուրեմն աշխարհաքաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեցող հարց է լինելու, Նիկոլ Փաշինյանը ուզում է Թուրքիայից ստանալ իր իշխանության երաշխիքները։ Հիմա շատ կարևոր է, որպեսզի գյումրեցիները սա արձանագրեն եւ հասկանան, որ եթե 21 թվականի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի կեղծ խոստումների արդյունքում եւ խաղաղության կեղծ օրակարգով մենք կորցրեցինք Արցախ, ապա Գյումրիում Աստված մի արասցե վերարտադրվելուց հետո մենք կարող ենք կորցնել Սյունիքը։ Եվ այս առումով մեր բոլորի քաղաքական եւ քաղաքացիական գիտակցությունը պետք է բարձր լինի եւ մարդիկ հասկանան, որ այստեղ մենք եւ քաղաքի կառավարման հարցն ենք լուծում, այսինքն ընտրողները, եւ լուծում ենք նաեւ մեր երկրի ապագայի հարցը եւ շատ կարեւոր է որպեսզի օրինակ ռուսական ռազմաբազա ունեցող քաղաքում ճիշտ ընտրություն կատարվի, այլապես կարող ենք ասել, որ Ալեքսանդրապոլի պատմությունը կարող է կրկնվել։ Եվ այդ առումով շատ կարևոր է մեր քաղաքացիների ընտրությունը, մեր երիտասարդների ներգրավվածությունը դեպ այստեղ երևում է։ Ժորժ ջան, մի հատ բանը չեք ուզում փորձարկեք, Սերգեյ ձայնդ ինչ վիճակում է։ Մի հատ փորձարկում։
Ահա, ապրեք, բոլորը առավոտյան ձու են խմել, աշկից ձայները տեղերում են։ Սա է։ Մենք այսօր շարունակելու ենք շփումները ուղիղ շփումները գյումրեցիների հետ, նրանց ներկայացնում ենք մեր ծրագրերը, բուկլետ ենք բաժանելու, նորից եւս մեկ անգամ ցույց եմ տալիս եւ ամբողջ օրվա ընթացքում տարբեր հատվածներում Գյումրիի կշփվենք քաղաքացիների հետ, մեր զինանոցում կա ինչպես բակային հանդիպումները, այնպես է դալիճային հանդիպումները, նույնիսկ տնետուն հանդիպումները, այն քաղաքացիները, որոնք ուզենան կոնկրետ ծրագրերով հետաքրքրվեն ավելի մանրամասն կարող են գալ մեր դաշինքի գրասենյակ Գյումրիում, բոլորը տեղը գիտեն, քաղաքում արդեն դժվար չէ գտնել մեզ, նրանք ովքեր կուզենան հարցեր ուղղել կարող են Facebook-յան էջերի միջոցով դա ուղղել, Մայր Հայաստանի Գյումրիի շարժման էջը կա, դաշինքի էջը կա, այդպես կարող են մեզ հետ կապվել իրենց առաջարկներով կամ հարցերով հանդես գալ։ Մենք նաև նախատեսում ենք մեծ միջոցառումներ, դա կլինի հանրահավաքի տեսքով, ու կախված կլինի նաև եղանակային պայմաններից, նախատեսում ենք դալիճային հանդիպումները շարունակել եւ կոնկրետ նաև ծրագրային հարցերը ներկայացնել, դա կլինի կանաչապատում, դա կլինի լուսավորություն, դա կլինի քաղաքային տրանսպորտի հետ կապված խնդիրը, ես ասեմ, որ միայն Երևանում չի այդ խնդիրը, այստեղ էլ կա եւ առաջին հերթին քաղաքային տրանսպորտը այստեղ խնդիր ունի ժամերի հետ կապված։ Քաղաքի կյանքը կարելի ասել մահանում է ժամը 8-ից հետո։ 8-ից հետո որևէ քաղաքային տրանսպորտ չես գտնի Գյումրիում եւ մեր տեխնացուն Կարեն Սիմոնյանը իր ծրագրային դրույթներում արձանագրել է, որ հենց առաջին իսկ որոշմամբ մինչև ժամը 11-ը երեկոյան կերկարաձգվի քաղաքային տրանսպորտի աշխատանքը։ Աղբանության եւ աղբի վերամշակման աղբի կառավարման խնդիր կա այստեղ շատ լուրջ, այդ մասով էլ մենք շատ առարկայական ծրագիր ունենք։ Կա խնդիր պապամշակութային արժեք ներկայացնող շինությունների վերանորոգման եւ նրանց ընթացիկ կառավարման, այս առումով էլ մեր այս ծրագրում իդեպ ասեմ բավական հետաքրքիր դիզայնով ծրագիր է եւ նրանք ովքեր որ կոնկրետ ոլորտների հետ ուզում են մեր իրենց պատասխանները ստանալ, մենք այստեղ քաղաքի հետ կապված հանրային տրանսպորտ, կրթություն, մշակույթ, քաղաք, մի խոսքով շատ հետաքրքիր ծրագիր է ներկայացված եւ ծրագրի մեխը կարելի ասել դափնոպսակը նաեւ այն է, որ 7700 քաղաքացու ստորագրությամբ մենք ներկայացնում ենք զարգացման հերանեկարային ծրագիր, որը կոչվում է ազատ տնտեսական գոտի եւ հարկային ռեժիմի առումով ազատ քաղաք։ Սա է լինելու իրական զարգացման հնարավորությունը Գյումրիի։ Իհարկե մենք աշխատավարձերի բարձրացման խնդիր ենք լուծելու պետական այդ տեղական ավելի ճիշտ կառավարման համակարգում ներգրավվածների հետ կապված, ուսուցիչների հետ կապված, թոշակառուներին անվճար տրանսպորտային հնարավորություն եւ այլն։ Այս ամեն ինչը կա, բայց 14 միլիոն դոլար ունեցող բյուջեն, տարեկան 14 միլիոն դոլարանոց բյուջեն չի կարող լայն խնդիրներ լուծել։ Այդ խոստումները այն գրանձիոզ որ տալիս են շատ դեպքերում հնարավոր չի լինելու դա իրականացնել։ Դրա համար մենք առաջ ենք քաշում համապետական նշանակության ծրագիր, որը բնականաբար ամբողջական իշխանապողության պարագայում է հնարավոր լինելու անել եւ մենք գտնում ենք, որ ամբողջական իշխանապողությունը հնարավորություն կտա այստեղ ներդրումներ ներգրավել եւ ազատ տնտեսական գոտու զարգացման միջոցով այստեղ ռեալ բարեկեցություն ապահովել եւ այս առումով մենք նաև միջոցառում ունենք հատուկ նաև դրսից ներգրավված շրջանակների մասնակցությամբ մենք գտնում ենք որ հիմնական հետաքրքրությունը Ռուսաստանի Դաշնությունից կարող է լինել եւ ներդրումների առումով եւ շահագրգռվածության առումով, որովհետեւ ռուսական ռազմաբազայի գոյությունը հուշում է այն մասին, որ ռուսները շահագրգռված պետք է լինեն, Ռուսաստան պետությունը շահագրգռված պետք է լինի, որպեսզի քաղաքը բարեկեցիկ լինի եւ մարդիկ տեսնեն, որ այնտեղ որտեղ ռուսական ռազմաբազա կա, այդտեղ նաև բարեկեցության խնդիր է լուծվում։ Այս առումով մենք գտնում ենք, որ հնարավոր է ճեղքում, այսպես ասած, կտրուկ զարգացում ապահովել, իսկ մնացած ընթացիկ խնդիրների մասին արդեն Կարեն Սիմոնյանը կներկայացնի քաղաքացիների հետ շփումների ժամանակ եւ նրանց բացատրի, թե մենք ինչ մոտեցումներ ունենք։ Այս բանը մենք քաղաքի կոլորիտային վայրերից մեկում ենք գտնվում։ Մայրիկ ջան, բարև ձեզ, անպայման մասնակցեք ընտրություններին, ծանոթացեք մեր ծրագրին։ Ձեր ձայնը շատ կարևոր է լինելու։ Խնդրեմ, որ մասնակցեք։ Բարև ձեզ, խնդրեմ ծանոթանաք ծրագրի հետ։ Խնդրեմ, շնորհակալություն, եթե հետաքրքրված չեք,
կարող եք ծանոթանալ։ Ողջունում ենք ձեզ, անպայման մասնակցեք ընտրություններին։ Ինչպես Երևանում մարդիկ կան, ուզում են վերցնել ծրագիր, մարդիկ կան, չեն հետաքրքրված քաղաքականությամբ, բայց միշտ բոլորը պետք է իմանան, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը զբաղվելու քեզնով։ Մենք համոզված ենք, որ գյումրեցիների ակտիվ մասնակցությունը հնարավորություն է տալու քաղաքացիական պայմանագրին հեռացնել Գյումրիի կառավարման համակարգից, ինչը սկիզբ կդնի արդեն համապետական գործընթացների։ Այս առումով մենք լիահույս ենք, որ գյումրեցիների աջակցությամբ կարողանալու ենք իրավիճակ փոխել, ինչպես հայտնի է, մենք նաև սկզբունքներն ենք ներկայացրել ընտրությունների մասնակցելու եւ կոչ ենք անում, որպեսզի մնացած այն ուժերը, ովքեր որ ներկայանում են որպես ընդդիմության տեխնացուներ, ընդդիմադիր տեխնացուներ, անպայման հայտարարեն այն մասին, որ որևէ պարագայում ՔՊ-ի հետ համագործակցության չեն գնա, անպայման հայտարարեն այն մասին, որ պատրաստ են լինելու, եթե 50+1 չհավաքեն, առանձին վերցրած որևէ ուժը եթե չհավաքի, ապա բոլոր ուժերը պետք է հայտարարեն, որ իրենք պատրաստ պետք է լինեն իրենց քվեն տալ այն ուժին ընդդիմադիր, որը թեկուզ մեկ ձայնով ավել է հավաքել, բայց չհավաքնելով որևէ գործադիր պաշտոնի, այսինքն աթոռակռվի չվերածենք դա գլխավոր խնդիրը նվազագույն մասով քաղաքացիական պայմանագրին հեռացնելն է լինելու։ Սա է Բարդ ձեզ հայրիկ ջան, խնդրեմ ծանոթացեք մեր ծրագրի հետ։ Չեք ուզում ծանոթանալ, ոչինչ, լավ, եթե չեք մասնակցելու, խնդիր չկա։ Այսպիսի մոտեցում ունենք մեր եւ բնականաբար տեղամասերում պետք է միմյանց հետ համագործակցել ընդդիմադիր ուժերը, որպեսզի քվեները հնարավորինս պահվի, որևէ խնդիրներ չառաջանան։ Սա է մեր հիմնական մոտեցումը, նաև մեր ցուցակի ներկայացուցիչներն են մասնակցում այս բուկլետների բաժանման գործընթացին։ Ժորժ ջան, մենք հիմա ուղիղ եթերում ենք, ես խնդրեմ ներկայանաք նաև մեր հեռուստադիտողին, մեր ցուցակը ներկայացնող գյումրեցիներն են, ինչ կարող եք ասել, ես խնդրեի, որ կոչ անեք գյումրեցիներին անպայման մասնակցեն ընտրությանը։ Ես Մուրադյան Աննան եմ։ Մեր ցուցակի երրորդ համարն է։ Երրորդ համարն եմ։ Ես կցանկանայի փոփոխություն տեղի ունենար մեր քաղաքում, ցանկություն կա ազատ տնտեսական կոդին իրագործելու, ազատ քաղաք հռչակելու մեր Գյումրին, որպեսզի գյումրեցիների բեռը, այսինքն 37 տարի է մենք շատ ծանր վիճակով ապրում ենք։ Շատ հաճելի կներ, որ ի կադար լիներ մեր այս աշխատանքը եւ փոփոխություն իրեր 7700-ի ստորագրությամբ ծրագիրը կյանքի կոչվեց։ Ենք հավաքել ու ցանկություն կար կյանքի կոչել այդ ծրագիրը, որպեսզի մեր քաղաքը ծաղկի։ Շնորհակալություն։ Այս պահին երիտասարդները հիմա կարող ցույց տալ խորհրդակցում են, թե ինչ բաշխումներ պետք է անեն քաղաքի մասով։ Առաջարկեմ քայլենք առաջ։ Հիմա տեսեք մեր այսպես ասած պլակատներն են փակցնում երիտասարդները, շատ քաղաքի բանուկ հատվածներից մեկն է եւ շատ կարեւոր է, որպեսզի գյումրեցիների մասնակցությունը ակտիվ լինի։ Քաղաքացիները կամերայից փախնում են, բայց ոչինչ։ Բարև ձեզ, խնդրեմ ծանոթանալ ծրագրի հետ, եթե ցանկություն կա, անպայման մասնակցեք ընտրություններին, դուք ծրագրին ուզում եք ծանոթանալ։ Ձեզ արդեն տվել են, շատ լավ, շնորհակալություն։ Դերենիկ Մալխասյանի հետ էլ, այսպես ասած, ուղիղ եթերում, փոխադարձաբար ուղիղ եթերում ենք, ես էլ եմ ուղիղ եթերում։ Դերենիկ Մալխասյանը լրագրողական բուրըն գործունեությունը թողեց եւ որոշեց մասնակցել Գյումրիի ընտրություններին։ Դուք եկեք ես ձեր եթերում խոսենք դուք։ Ինչ է կարծում, ակտիվությունը բարձր կլինի, ցածր կլինի։ Ինձ թվում է բավականին մեծ ակտիվություն կա գյումրեցիների շրջանում, ուրախացնում է երիտասարդների շրջանում ակտիվությունը եւ ոչ միայն, եւ իրոք զգում եմ, որ մարդիկ համատարած մերժում են քաղաքացիական պայմանագրին եւ նրա տեխնացին։ Բարև ձեզ, խնդրեմ ծանոթանաք մեր ծրագրի հետ եւ մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին։ Շատ կարեւոր է ձեր մասնակցությունը։
ինքներդ որոշեք ում օգտին քվեարկել, բայց մասնակցել հաստատ արժե։ Բարև ձեզ։ Անպայման մասնակցեք, եթե ցանկություն կա, այստեղից չեք գա։ Հարգելի հետևորդներ, մենք դեռ հաճախ ենք լինելու Գյումրիում եւ այս ընտրություններին մեր մասնակցությունը շատ կարևոր քաղաքական նշանակություն է ունենալու, հատկապես գյումրեցիներին են դիմում, հարգելի գյումրեցիներ, ձեր քվեարկությունը ոչ միայն Գյումրիի ճակատագիրն է որոշելու, այլ նաև Հայաստանի ճակատագիրը, որովհետև մենք մի իշխանություն ունենք, որը բարձր իմաստով Թուրքիայից է օժանդակություն խնդրում եւ դրա շահերի հաշվին։ Այնպես որ դա պետք է թույլ չտալ եւ անպայման մասնակցել ընտրություններին։ Մենք քվեաթերթիկում համար 4-ն ենք, գյումրեցիներ, Մայր Հայաստանը համար 4-ն է, մեր տեխնացուն քաղաքապետի Կարեն Սիմոնյանն է, այնպես որ բոլորիդ մաղթում եմ ակտիվ քարոզչական ներգրավվածություն եւ ակտիվ ընտրական մասնակցություն։ Առայժմ այսքանը, շնորհակալություն։